Եվ այսպես Եվրոպական միությունը կօգնի Նիկոլ Փաշինյանին կեղծել սպասվելիք խորհրդարանական ընտրությունները, հարգելի հեռուստադիտողներ, վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները առնվազն տպավորություն կարող են ստեղծել, որ Հայաստանը վերածվում է մեծ աշխարհաքաղաքական լաբորատորիայի եւ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ Թուրքիայից մինչև Բրյուսել փորձելու են իրենց քաղաքական, քաղտեխնոլոգիական որոշակի գործիքակազմը օգտագործելով ազդել Հայաստանում իշխանության ձևավորմանը, միևնույն ժամանակ դատելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների աշխարհաքաղաքական ընտրությունից իրենք արդեն իրենց համար որոշել են, որ ուղղությամբ են շարժվում, իրենք իրենց համար որոշել են, Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ նա լինելու է, այսպես ձևակերպենք, հայկական մայասանդուն, այսինքն հենվելով արտաքին գործոնների վրա, այս դեպքում հենվելով Եվրոպական միության աջակցության վրա, Նիկոլ Փաշինյանը փորձելու է անել այն, ինչը մի քանի ամիս առաջ Մոլդովայում արվեց մայասանդուի գլխավորությամբ, այնտեղ մի քանի ընտրություններ տեղի ունեցան, խորհրդարանական ընտրություններ, նախագահական ընտրություններ եւ պաշտոնական Բրյուսելի աջակցության պայմաններում արվեց ամեն ինչ, որպեսզի մայասանդուն պահպանի իր իշխանությունը, նույն տրամաբանությամբ էլ շարժվում է նաև Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ինչի մասն է խոսքը, հարգելի հեռուստադիտողներ, օրերս լրատվամիջոցներից մեկը հայկական, որը եկեք այսպես ձևակերպենք, շատ մեղմ ձևակերպենք, շատ լոյալ է գործող իշխանությունների նկատմամբ, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին նշել է, որ Արարատ Միրզոյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նամակով դիմել է Բրյուսելին եւ նամակով խնդրել է, որպեսզի Բրյուսելը արագ արձագանքման խումբ ուղարկի Հայաստանի Հանրապետություն, արագ արձագանքման խումբը պետք է օգնի հակազդել ռուսական հիբրիդային սպառնալիքներին ընտրությունների ժամանակ, այսպես ձևակերպենք, ստերիլ տեղեկատվական դաշտ ապահովի, պայմանականորեն ասեն ես կամ մեկ այլ փորձագետ կամ մեկ այլ լրատվամիջոց, քաղաքական գործիչ, կուսակցություն, իրենք տարածում են ռուսական նարատիվներ, իրենք տարածում են ապատեգատվություն, ուստի անհրաժեշտ է ինչ-որ քայլեր ձեռնարկել այդ սուբյեկտների դեմ, ինչը վերջնարդյունքում ազդելու է ընտրությունների արդյունքի վրա։ Հիմա այս տեսակ խմբի գործունեություն ծավալելու խնդրանքով պաշտոնական Երևանը դիմել է Բրյուսելին, ավելին նույն լրատվամիջոցում հրապարակումից մենք իմանում ենք հետևյալը, որ եթե հաջողությամբ իրենք կարողանան ավարտեն իրենց առաքելությունը, այսինքն նպաստեն նրան, որ ստերիլ տեղեկատվական դաշտի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը գնա ընտրությունների երբ վերարտադրի իր իշխանությունը, եվրոպական փորձագետները օգնելու են նաև իշխանություններին սահմանադրական հանրաքվեի ժամանակ։ Հասկացեք, հարգելի հեռուստադիտողներ, Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության աշխարհաքաղաքական պատվերը գալիս է Ադրբեջանից եւ Թուրքիայից, Եվրոպական միությունն էլ օգնելու է Նիկոլ Փաշինյանին հրամցնել այդ սահմանադրական փոփոխությունները, կյանքի կոչել այդ սահմանադրական փոփոխությունները, ու այստեղ տրամաբանական հարց է առաջանում, լավ, իսկ այս պարագայում ինչ եղավ ինքնիշխանության հետ, ուր կորավ այդ ինքնիշխանությունը, որովհետև քո երկրի հիմնական օրենքը մի սուբյեկտ է պատվիրում, մեկ այլ սուբյեկտն էլ օգնում է, որ այդ պատվիրված սահմանադրությունը հրամցվի քաղաքացիներին։ Եվս մի կարևոր նրբերանգ, որը մեզ հուշում է, որ իշխանությունները իրենց ընկալմամբ իհարկե գնալու են մոլդովական սցենարով, իսկ մոլդովական սցենարը ենթադրում է նաև հետևյալը՝ մրցակիցներին թույլ չտալ հասնել եզրագծին, այսինքն նույնիսկ մասնակցել ընտրություններին։ Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն գործընկերը դուստր կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը, ով զբաղվում է հիմնականում նրանով, որ մսխում է իր եղբոր քաղաքական ժառանգությունը, օրերս հարցազրույց է տվել եւ ի թիվս այլի նշել է հետեւյալը, որ կան բոլոր հիմքերը, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը արգելի Սամվել Կարապետյանի ուժին մասնակցել ընտրություններին։ Այսինքն, այսպես եկեք ձևակերպենք, բոլորը բաց խաղաքարտերով են խաղում եւ Նիկոլ Փաշինյանը ի թիվս այլնի կարող է գնալ նրա այն ճանապարհը, որ արգելի Սամվել Կարապետյանին կամ ցանկացած այլ քաղաքական գործչին, ցանկացած այլ քաղաքական ուժին մասնակցել ընտրություններին եւ այս ամենը իրականացվելու է Բրյուսելի, եթե չասեք նույնիսկ հովանու ներքո, ապա Բրյուսելի հպարտ լռության պայմաններում եւ այստեղ նաեւ տրամաբանական հարց է առաջանում, իսկ ինչ պետք է անի Հայաստանի Հանրապետության անդիմադիր քաղաքական դաշտը, անդիմության ներկայացուցիչները, այլընտրանքային քաղաքական ուժերի ներկայացուցիչները ինչ պետք է անեն, իրենք իրականում այստեղ պետք է լինեն շատ ճկուն եւ պատրաստ լինեն նաեւ փողոցային գործընթացներին որոշակի առումով բարձրաձայնեն իրենց բողոքը, եթե Նիկոլ Փաշինյանը գնա նրան, որ Սամվել Կարապետյանին կամ որևիցե այլ գործչին արգելի մասնակցել ընտրությունների, ինչ կարող են իրենք անել։ Նախ ոչ ոք չի արգելում քեզ
մեկ այլ կուսակցության ցուցակով մասնակցել ընտրությունների, եթե քո կուսակցության ցուցակով դու հնարավորություն չունես մասնակցել, երկրորդը քաղաքական ուժերը պարտավոր են լինելու հրապարակային հայտարարություններով հանդես գալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ավելին տրամաբանությունը հուշում է, որ կարող է լինել նաև փողոցային որոշակի բողոքի գործողություններ, եւ մենք գալու ենք ընտրությունների օրվան հասնենք մի իրավիճակում, երբ որ փողոցում արդեն կլինի հեղափոխական իրավիճակ, նախահեղափոխական տրամադրություններ, ավելին ոչ ոք չի խանգարելու ամեն դեպքում Սամվել Կարապետյանին աջակցություն հայտնել այս կամ այն քաղաքական ուժին, որպեսզի ամեն դեպքում քաղաքացիները մասնակցեն ընտրություններին։ Վերջն արդյունքում նաև ամփոփելով մեր այսօրվա զրույցը մենք պետք է նշենք հետևյալը. Եվրոպական միությունը, իդեմս Կայա Կալասի, իդեմս եվրոպական այլ պաշտոնյաների ակնհայտ է, որ աջակցություն են ցուցաբերելու Նիկոլ Փաշինյանին։ Դա ակնհայտ է հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ինքը իդեմս իր իշխանությունների պատրաստ է լինել աշխարհակաղակական գործիք Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողություններ իրականացնելու հարցում, բայց սա չի նշանակում, որ Հայաստանի քաղաքական դաշտը այս ամեն ինչի հետ պետք է համակերպվի, եւ երկրորդը, ինչի մասին մենք բազմիցս արդեն ասել ենք, թուրքական սուլթանից միջև բրյուսելյան բյուրոկրատի ցանկությունների սահմանաչափը պետք է որոշի ընդամենը մեկ սուբյեկտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իսկ իրենք ունեն ինստիտուցիոնալ հնարավորություն իրենց ակտիվ մասնակցությամբ ընտրական գործընթացներին իրենց վերաբերմունքը ներկայացնել թե իշխանությունների նկատմամբ, թե Բրյուսելի նկատմամբ, եւ թե Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ։ Մտածեք այդ մասին։